Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Միայն 2025 թվականի ընթացքում պետբյուջեից ընդհանուր առմամբ 33 միլիարդ 635 միլիոն դրամի համաֆինանսավորում է իրականացվել։ Բնականաբար համայնքը ինքն է որոշում իր առաջնահերթությունները, լուսավորություն, ճանապարհ, թե մանկապարտեզ, եւ հասկանալի է, որ շատ դեպքերում համայնքի բյուջեն բավարար չէ այդ ծախսերը հոգալու համար եւ այդ պատճառով պետությունը կանգնում է համայնքի կողքին։ Հիմա տեսնենք, թե ինչպես է կառավարությունը կանգնել Գյումրու կողքին ի հեճուկս պարոն Մխիթարյան ձեր պնդումների։ Ես կթվեմ վերջին 1.5 տարվա ընթացքում ինչ է արել կառավարությունը Գյումրիում, ինչու եմ ընտրել այս ժամանակահատվածը եւ չեմ գնում ավելի հետ, թե 3 տարվա 5 կամ վերջին 8 տարիների ընթացքում ինչ փոփոխություններ եւ ինչ ծրագրեր են իրականացվել, ընտրել եմ 1.5 տարվա կտրվածքը, որովհետև հենց այդ ժամանակահատվածում են ձեր թիմակիցները ստանձնել Գյումրու կառավարման ղեկը։ Եվ այսպես, Գյումրի Լառնակա Գյումրի չվերթների գործարկում, Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքի վերանորոգում, շատրվանների վերականգնում եւ համալրում ժամանակակից լուսաձայնային լուծումներով։ Այս պահին վերակառուցվում է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան շուրջ 1 միլիարդ 450 միլիոն դրամի ներդրմամբ, իդեպ նշեմ, որ բուժհաստատությունը սպասարկում է մոտ 27,000 բնակչի։ Այս պահին հիմնանորոգվում է Գյումրու Արևիկ մանկապարտեզը, հիմնանորոգվում է Գյումրու Լապտերիկ Մսուր մանկապարտեզը։ Կառավարության ֆինանսավորմամբ Գյումրու 2 մանկապարտեզներում այս տարվա գարնանը գործում են վաղ տարիքի խմբեր նախատեսված 1-ից 2 տարեկան երեխաների համար եւ պետական միջոցների հաշվին այդ մանկապարտեզների խմբասենյակները նորոգվել են եւ համալրվել են անհրաժեշտ գույքով։ Միայն Գյումրիում 17 դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթացել եւ այս պահին որոշ դպրոցներում ընթանում են։ Գյումրի Արևիկ Այգաբաց Վարդաքար ճանապարհի նորոգում, հիմնանորոգվում է այս պահին Շիրակացի եւ Խորենացի փողոցները։ Միայն Գյումրու համայնքի դոտացիան այս տարիների ընթացքում աճել է 2.5 միլիարդ դրամով, ավելի քան 125%-ով։ Ես խնդրում եմ պարոն Մխիթարյան հաջորդիվ դուք գաք եւ ներկայացնեք, թե այս 1.5 տարվա ընթացքում քաղաքային իշխանությունը ինչ է արել Գյումրու համար։ Իհարկե նախորդ իմ ելույթում այն խնդիրները, որոնք ես ներկայացրել էի, դուք այսպես շատ սահուն կերպով փորձեցիք վերագրել կառավարությանը, բայց դրանք բացառապես համայնքի պարտադիր խնդիրներն են եւ համայնքային լուծելու խնդիրներն են։ Հնարավոր է, որ շարքային քաղաքացին չիմանա կամ պարտավոր էլ չէ իմանալ, որ կենտրոնական եւ քաղաքային իշխանություններ ունեն տարբեր լիազորություններ եւ տարբեր գործառույթներ, բայց դուք դրան շատ լավ հրաշալիորեն տիրապետում եք եւ բնականաբար ասել, որ օրինակ տրանսպորտի հարցի լուծումը երեկոյան ժամերի ապահովումը կամ օրինակ աղբահանությունը կամ օրինակ թափառող կենդանիների հարցը պիտի կառավարությունը գա լուծի, դա առնվազն արդար չէ, որովհետև դրանք էլի եմ կրկնում բացառապես համայնքային տիրույթում լուծվելիք հարցեր են։ Կառավարությունը այո կարող է նաև զբաղվել այդ հարցերի ստանձնմամբ, բայց մի պարագայում, եթե համայնքապետարանում աշխատող մարդիկ հավաքեն իրենց իրերը եւ գնան տուն։ Ու Գյումրու այսօրվա վիճակը ձեր առաջարկած այսպես կոչված ապագայի փոքր մանրակերտն է անկառավարելիություն եւ փախուստ պատասխանատվությունից։ Իդեպ ես Գյումրու քաղաքային իշխանություններին այս հարցը տվել եմ, թե իրենք ինչ են արել վերջին 1.5 տարվա ընթացքում, իրենք դեռ մտածում են։ Միգուցե դուք օգնեք իրենք ավելի արագ մտածեն եւ այդ հարցի պատասխանը ներկայացնեն, որտեղ դա հարց է, որը հետաքրքրում է ոչ միայն ինձ որպես գյումրեցի, այլ նաեւ շատ մեր համակարգացիների։ Հաջորդիվ, մի քանի տարի է մենք նույն էժանագին ներկայացումն ենք նայում, հենց իրավապահները մոտենում են կոնկրետ կոռուպցիոն գործերի, կլինի կաշառք, պաշտոնական դիրքի չարաշահում, համայնքային հողերի յուրացում կամ այլ հանցագործություն, պաշտոնյան հանկարծ դառնում է քաղաքական հետապնդման զոհ։ Հիմա այս մարդիկ քաղաքական հալածյալներ են, թե մարդիկ են ում անունները տասնամյակներ շարունակ կապվել են պետության, համայնքի հաշվին հարստանալու, ինչու ոչ նաև շատ դեպքերում քրեական բարքեր հաստատելու հետ։ Դուք ընդդիմադիր լինելը շատ դեպքերում շփոթում եք անձեռնմխելիության արտոնության հետ։ Այսինքն կաշառք կարելի է վերցնել, համայնքի բյուջեն թալանել եւ այլն, բայց իրավապահները պիտի աչք փակեն այդ ամեն ինչի վրա, որ դուք հանկարծ չասեք, որ սա քաղաքական պատվեր է։
Եվ գալիս ենք այն հայտնի թեզին, որ դուք փորձում եք միշտ պետությունը փոխարինել վերացական հայրենիքով, որովհետև հայրենիքի անունից խոսելիս կարելի է հաշվետու չլինել, կարելի է չվճարել հարկերը, կարելի է շրջանցել օրենքը եւ այդ ամենը արդարացնել սրբազան նպատակներով։ Իսկ պետությունը եւ համայնքը ինքնին հաշվետվողականության մասին են։ Պետությունը պահանջում է կոնկրետ գործողություններ, հարկային պարտավորություններից մինչեւ օրինակ զինվորական ծառայություն, տեղական ինքնակառավարումից մինչեւ ընտրությունների մասնակցել եւ քվեարկություն։ Պետությունը չեք կարող մասերի բաժանել, որովհետեւ այդ պետությունը օրինական տերեր ունի, հանձինս օրինական պետական կառույցների դատախազություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, որոնք մի օր կգան ձեր հետևից։ Պետության մեջ իհարկե բոլորի ձեռքերը ազատ են արարելու համար, եւ երբ այն դարձնում եք հայրենիք, ուշք ու միտքը մարդկանց դառնում է թալանելը եւ ոչ կառուցելը։ Հայրենիքից կարող ես փախչել, պետությունից չես կարող փախչել, որովհետեւ պետությունը ունի իրավական հիշողություն։ Պետությունը չի մոռանում իրեն հասցված վնասը, չի մոռանում յուրացված ռեսուրսները եւ չի մոռանում քաղաքացուց գողացվածը։ Դուք չեք կարող թաքնվել ոչ եկեղեցու, ոչ արտաքին հովանավորների, ոչ էլ հայրենասիրական դատարկ լոզունգների թիկունքում։ Այնինչ կատարվում է խորհրդանում այս մեկ ամսվա ընթացքում, ըստ էության պայքար է երկու մտածողության միջև։ Դուք, որ ուզում եք երկիրը պահել արտաքին համաձայնություններից կախված, անտեր ու թալանվող հայրենիքի կարգավիճակում, մենք, որ ուզում ենք կառուցել ինքնիշխան, ինստիտուցիոնալ եւ իրավական պետություն։ Եվ այս երկու ընտրության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն կայացրել է իր որոշումը։